Անուն հոր և որդվո և օգույն սրբո ամեն։ Այսօր սիրելի ավադացյալներ, հայ առաքելական եկեղեցին գդոնե պուն պարեգենտանի դոնը։ 7 գիրագիներ մեզ գպաժնե Քրիստոսի Սուրբ Հարության դոնեն։ Մեր եկեղեցու հայրապետներուն հաստատած կանոններուն համաձայն այս 7 գիրագիները յուրաքանչյուրը մգրդված է անունով, ուր կներկայացնե մեզի խորհուրդը, սակայն այդ խորհուրդը, որ կներկայանա մեծ բահոտ 7 գիրագիներուն, առնված է մարդկային կյանքեն։ Խորքին մեջ, եթե ուզենք յուրաքանչյուր գիրագի վերլուծել, հոն պիտի տեսնենք մարդկային կյանքի դրամախոսությունը, մարդկային կյանքի թատրոնը։ Այսօրվա շարականները, Սուրբ գրային ընթերցվածները, աղոթքները, ավետարանական հատվածը, որ քիչ առաջ կարտացվեցավ, բոլորը մեզի կհիշեցնեն մարդկային կյանքի ծնունդեն մինչև անոր վախճանը։ Շարականի բարերը շատ գեղեցկորեն մեզի բացատրեց, իսկ ավետարանական հատվածը Քրիստոս մեզի զգուշացուց, որ ով ժողովուրդ պատրաստվեցեք, որովհետև Տիրոջ գալուստը մոտ է։ Ավետարանի հատվածն էր այսօրվա Մատթեոս 6-րդ գլուխ 1-21 համարները, որու մեջ մեր Տերը ուսուցում կատարեց ողորմության մասին, եթե ողորմություն պիտի կատարես, բարիք կատարես, ինչպես պետք է լակու մոտեցումդ, սորվեցուց աղոթքի մասին, ինչպես պետք է աղոթել, և ապա սորվեցուց ձոմաբահության մասին, ինչպես ձոմ պետք է բահենք, որովհետև վաղը առավոտ իսկ կսկսի հայ առաքելական եկեղեցվո ձոմաբահությունը։ Ապա սորվեցուց, թե կանցերդ ուր պիտի բահես, հարստությունդ ինչպես պիտի կործածես և ուր պիտի բահես զանոնք։ Ապա եզրափակեց ասելով, քու հավատքդ քեզի համար լույս պիտի ըլլա, որ պիտի լուսավորե քու ճանապարհդ։ Հոգևոր կյանքի համար է անշուշտ ակնարկությունը, հոգևոր կյանքը այս լույսին պետք չունի։ Հոգևոր կյանքը մեր հավատքն է, որ կլուսավորե մեր հոգևոր կյանքը և հոգևոր ճանապարհորդությունը։ Այսօր եկեղեցին մեզի կտելատրե, որ պատրաստվեցեք 7 շաբաթներու հոգևոր ճամփորդությունն ունենք։ Քիչ ետ կպատարակեն հետո վարակույրը կփակվի և մենք չենք կրնար Սուրբ Խորանը տեսնել։ Սուրբ Խորանը մեզի համար հետևյալ նշանակություն ունի։ Երբ քահանան պատարակի գելլե, Խորանին վրա գարդասանե հետևյալ նախատասությունը։ Սրբության հարկ, հրեշտակներու բնակարան և մարդոց քավարան և Քրիստոսի արքայարան։ Այսինքն Քրիստոսի թագավորությունը այս խորանին վրա է և մենք պիտի զրկվենք 7 շաբաթներ այս Սուրբ հարգը տեսնել է, հրեշտակներու բնակարանը տեսնել է, մարդոց մեղքերու
կավարանը դեսնել է և Քրիստոսի արքայարանը դեսնել է։ 7 շաբաթներ հետո տրմփացեքի արարողությամբ պիտի բացվի դուռը և մենք պիտի մտնենք բոլորս նորոգված սակայն եթե այսօրվա վիճակի մեջ պիտի մոտենանք Զարգազարդին կամ Քրիստոսի հարության դոնին բացարձակ իզուր դեղ չհոգնենք, որովհետև մեզի նորոգվելու առիթմն է, որ կդրվի եկեղեցու կողմէ, ինչպես Արամ վեհապար Այրաբեդ այս տարի հռչակեց հավատքի վերանորոգման տարի։ Հետևաբար 7 գիրագիներու առաջինը այսօր է, որ կգոչվի Փարիգենտան, որ քիչ հետ պիտի բացատրեմ։ Աբակալ գիրագի կգոչվի արդակսման գիրագի, ավելի վերջը Թադավորի գիրագի, Դնդեսի գիրագի, Կալստյան գիրագի, Զարգազարդ և Քրիստոսի հարությունը։ Ուրեմն այսօրը մեզի պատրաստվելու համար առիթմն է դեպի հոգևոր ճամփորդության։ Դիմացնես 7 շաբթվա ճամփորդություն մգա, որուն տածքին 3 շաբթի և ուրբաթ առավոտները արևակալի ժամերկություններ պիտի կատարենք, իսկ 4 շաբթի և ուրբաթ օրերը հսկումի ժամերկություններ պիտի կատարենք և մենք մեզ պատրաստենք երթալու համար դեպի Քրիստոսի արքայարանը, ոն մեզ պիտի դիմավոր է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Իսկ այսօրվա բարակային մեծ բախը ապաշխարության և ինքնազրկումի ընթացքն է։ Դու քեզ պիտի զրկես այդ փարթամ, ջոխ, սեղաններեն, այդ զրկված դու քեզ զրկած բահում պիտի հիշես, որ մարդիկ կան կու գերածդ չունին, կու խմածդ չունին, կու հակվածքդ չունին, այլ տուն ողորմությամբ կու ունեցած էդ բաժին պիտի անես անոնց։ Հատկանշական է, որ գսկսի երջանկության գաղափարի իշադակությամբ, Փարիգենտան, բահքի ընթացքին եկեղեցական արարողությամբ հավատացյալներուն կբացատրվի, թե ինչու և ինչպես գործընծուցինք եթեմական կյանքը մեր նախածնողները Ադամն ու Եվան, դրախտային երջանկություն ինչպես գործընծուցին և ինչու գործընծուցին և վերադիրանալու համար ինչ պետք է ընենք։ Մեծ բահոս նախընթաց օրը կգոչվի Փարիգենտան, որ այսօր է։ Փարիգենտան կնշանակե փարիգյանք, փարիգենտանություն, երջանիկ կյանք կամ ուրախ կյանք, ով չուզեր այս երկրի վրա բարի, երջանիկ, ուրախ կյանք ապրիլ։ Բոլորիս ալ փափակն է, սակայն փափակելով միան չի բավեր, այլ անոր գողքին նաև գործը ունին կատարելիք, աշխատանքը ունին կատարելիք։ Փարիգենտանը իշադակն է Ադամի և Եվայի դրախտային կյանքին, մարդկային առաջին երջանկության, որ կնկարագրվի Ծննդոց գրքի առաջին էջերուն մեջ։ Գիրագի օրվան շարականը նույնիսկ այսօր առավոտ երգեցինք, առաջին պատկերին մեջ կնկարագրե և կհաստատե հետևյալ իմաստը. Աստված մարդուն հողեղեն բնության մեջ իր պատկերը խառնեց կսե, ու զայն պարքով զարդարել է ետ թրավ թրախտին մեջ, ուր հրջվանքով գծնձար, դխրություն չեր ջանչնար և միշտ ուրախ զվարդ կյանք ուներ։ Թե աստվածաշնչական ընթերցումին և թե օրվա շարականին մեջ գսվին, անոնք գոհ էին և ուրախ էին իրենց կյանքովը Ադամն ու Եվան դրախտի մեջ։ Օրվան ավետարանական հատվածը գուկա ամբողջացնելու Մատթեոսի 6-րդ գլխու 1-21 համարները դարձյալ կխոսի բահեցողության մասին,
այս անգամ զայն հարաբերության մեջ տնելով աղոթքի, ողորմության եւ բարեգործության, միան ձոմ բռնել չի պավեր, ձոմաբահության ժամանակ ողորմություն պիտի ինես, բարիք պիտի ինես եւ պիտի աղոթես գադարելու համար կարևորության մեջ պետք է այս բոլորը գադարես։ Քրիստոս բակի մասին հետևյալը կտերատրե. երբ բակ կբահես, գաղոթես եւ գան ողորմություն գնես, քաղտնորեն գադարե այդ բոլորը եւ քու հայրդ, որ քաղտնիկը կտեսնե, քեզ հայտնավես պիտի հադուցանե։ Բուն բարեգենտանի հիմնական նպատակն է, սիրելի հավատացյալներ, բահեցողությամբ եւ աղոթքի ջամփով փրկության արժանանալ։ Մեծ բահեցողության շրջանը Աստուծո շունչը, Աստուծո պատկերը եւ հավիտենական երջանկությունը, հոգեվոր կյանքը վերանորոգվելու եւ վերահաստատվելու ժամանակն է։ Եկեղեցին Աստուծո նոր բարդեզն է, գսե շարականը։ Ինչպես եթե մեջ Աստված բարդեզը դնգեց գսե, Ադամն ու Եվան մեջը դրավ։ Իսկ եկեղեցին Աստուծո նոր բարդեզն է, եւ մենք այսօր այդ բարդեզի մեջ հաստատված ենք երկրի վրա։ Եվ այդ հոգևոր բարդեզին մեջտեղ գա Քրիստոս։ Եթե Ադամ եւ Եվայի ժամանակ ծառ մգար, որը մոդենալ արկիլված էր, սակայն Քրիստոս եկավ զայն փոխեց, այսօր եկեղեցին իր բարդեզն է եւ Քրիստոս է գետրոնը, սակայն մենք շատ թյուրությամբ կրնանք մոդենալ, Ադամն ու Եվան այդ ծառին չէին կրնար մոդենալ, սակայն մենք կրնանք մոդենալ, արդոնված է մեզի մոդենալ, Բողոս Արաքյալ գսե, սուղ քին վճարվեցավ ձեր փրկության համար, որ կյանքի եւ անմահության ծառը եւ բարդեզեն փխող եւ հավատացյալներուն հոգեվոր ծառավը հակեցնող գենտանարար կետն է։ Եկեղեցին կշեշտե բահեցողության կարևորությունը, որ հոգեգան ներաշխարհին առողջ բահբանման պայմանականն է։ Ինչպես քրիստոնեական ընդհանուր եկեղեցին, հայ եկեղեցին եւս բահեցողությունը չի բաժներ աղոթքեն ու ողորմութենեն։ Գլխավոր պայմանները ասոնք են բահեցողության։ Բահեցողություն, աղոթք, քրիստոնեական սեր, գամեցողություն, ողորմածություն եւ բարեգործություն հասկացողությունները առանց կգազմեն մեծ բահքի ճշմարիտ ըմբռնումին։ Աղոթելն ու բարեգործությունը մեր բարդականությունն է, բայց անոնք բոլորն ալ, որպեսզի մենք կատարենք, աղոթքի եւ բարեգործության ջամփով կրնանք միան իրականացնել։ Օգտակար լան բոլոր անոնց, որոնք կարիքավոր են։ Աղոթքով կրնանք մենք օգտակար դառնալ եւ ողորմածությամբ կրնանք օգտակար դառնալ։ Բահեցողությունը քրիստոնյային համար կյանքի ցևն է, դվյալ ժամանակի մեջ ապրելու եւ գոյատևելու իբրև ճշմարիտ քրիստոնյա։ Մեծ բահքի նպատակն է վերջապես մեղավոր մարդուն դարձը դեպի Աստված, հոգեվես մաքրվելու եւ ապաշխարությամբ հասնելու փրկության։ Եվ այս ցևով սիրելիներ, այսօր բոլորիս բարեգենտանի դոնը շնորհավոր լա։ Այս 7 շաբաթները, որ մեր դիմաց կբացվին, գիտնանք արժևորել, իմաստավորել, որբեսի 7-րդ շաբաթը Քրիստոսի հարության շաբաթն է, Սուրբ Զադիկն է, կարողանանք դիմավորել հարության դոնը եւ Քրիստոսի հետ մեր մեջ են բոլոր մեղքերն ու հիվանդությունները հարություն առնեն ու հեռանան մեզ մե։ Թող Տերը օրհնե ձեզ բոլոր դիմա, Հավիդյանս, Հավիդենից, ամեն։